Երբ ոստիկանությունը մտավ ձայնագրման ստուդիայի արխիվ 1993 թվականի հոկտեմբերին, փոշոտ դարակների մեջ գտան մի կասետ, որի վրա գրված էր. «Չլսել. ոչնչացման ենթակա»։ Այդ ժապավենը թաքցրել էին 30 տարի։ Նրա վրա Արամ Ասատրյանի ձայնը հնչում էր այնպես, ինչպես երբեք չէր հնչել բեմում։ Նա լաց էր լինում եւ անվանում էր իր կործանողի անունը։ Ձայնագրության վերջին րոպեներին լսվում էր, թե ինչպես է ինչ-որ մեկը բռնությամբ փորձում անջատել սարքավորումները, իսկ Արամը գոռում էր. «Թող մնա, թող ժողովուրդը իմանա»։ Բայց այդ ժապավենը երբեք չհասավ ժողովրդին։ Ո՞վ էր այն մարդը, որ պահանջեց ջնջել այդ խոստովանությունը։ Ինչու էր հենց այդ ձայնագրությունը այնքան վտանգավոր իշխանությունների համար։ Ինչու էր ստուդիայի տնօրենը հրաժարվել խոսել 30 տարի, մինչև վերջապես խախտեց լռությունը։ Եվ ամենակարևորը, ինչ էր պարունակում այդ կասետը, որ կարող էր փոխել ամեն ինչ, ինչ մենք գիտեինք Արամ Ասատրյանի մասին։ 1991 թվականի գարնան առավոտները Երևանում սկսվում էին Արամի ձայնով։ Երբ քաղաքը դեռ քնած էր, երբ հոսանքը կտրված էր, երբ հացի համար հերթերը սկսվում էին լուսաբացից, մարդիկ միացնում էին իրենց հին կասետաձայնագրիչները եւ լսում հարսանեկան երգը։ Դա ոչ թե պարզապես երաժշտություն էր, դա էր փրկությունը, դա էր հույսը, դա էր ապացույցը, որ կյանքը դեռ շարունակվում է։ Արբատում կանայք լվանում էին սպասք սառած ջրով եւ երգում Արամի հետ, իսկ նրանց աչքերից հոսող արցունքները խառնվում էին օճառաջրի հետ։ Ճակատում Մարտունու եւ Մարտակերտի շուրջ կամավորները փորում էին խրամատներ եւ նույնպես լսում էին նույն կասետները, որոնք ուղարկվում էին տնից։ Մի երիտասարդ զինվոր, որը վերադարձավ 3 տարի անց, հետագայում պատմեց թերթագրողներին. «Երբ լսում էինք Արամին, մոռանում էինք, որ մեզ կարող են սպանել վաղը։ Նրա ձայնը մեզ հիշեցնում էր, թե ինչի համար ենք մենք այստեղ»։ Բայց Երևանում, պաշտոնական հեռուստատեսության շքեղ շենքում, որտեղ էլեկտրաէներգիան երբեք չէր անջատվում, որտեղ բյուֆետում միշտ կար թարմ հաց եւ սուրճ, Արամ Ասատրյանի անունը արգելված էր։ Հեռուստատեսության գլխավոր ռեժիսորը, որի անունը մենք չենք կարող հրապարակել իրավական պատճառներով, բայց որին բոլորը ճանաչում էին նրա ոսկե ժամացույցից եւ օտարերկրյա սիգարետներից, ունեցել է հատուկ ցուցակ՝ եթեր չթողնել։ Այդ ցուցակում եղել են 17 հանուն՝ երգիչներ, բանաստեղծներ, դերասաններ, որոնք համարվել են անցանկալի։ Արամ Ասատրյանը եղել է այդ ցուցակի առաջին տողում, ընդգծված կարմիր մարկերով։ Երբ երիտասարդ օպերատորը նոր աշխատանքի ընդունված մի անգամ առաջարկեց նկարահանել Արամի համերգը սպիտակից տուժածների համար, ռեժիսորը նրան կանչեց իր գրասենյակ եւ ասաց այնպիսի բառեր, որ երիտասարդը դողաց. «Եթե դու ուզում ես այստեղ աշխատել, մոռացիր այդ անունը։ Վերևից հրաման կա, եւ ով որ խախտի, կգտնի ինքն իրեն փողոցում, առանց աշխատանքի, առանց հացի քարտի, առանց ապագայի»։ Բայց ով էր այդ վերևը։ Ով էր այն մարդը կամ այն խումբը, որը վախենում էր մի երգչից, որի միակ զենքը նրա ձայնն էր։ Ինչու էր Արամ Ասատրյանը, որը երբեք չէր խոսեր քաղաքականության մասին, որը երբեք չէր մասնակցեր ցույցերին, այդքան վտանգավոր իշխանության համար։ Պատասխանը թաքնված էր ոչ թե Արամի երգերի բառերում, այլ նրա ազդեցության մեջ։ 1992 թվականի ամռանը, երբ Երևանում սկսվեցին էլեկտրաէներգիայի ամենաերկար անջատումները, երբ մարդիկ սկսեցին հեռանալ երկրից, երբ հուսահատությունը սկսեց ընկճել նույնիսկ ամենաուժեղներին, Արամ Ասատրյանը տվեց մի համերգ օպերայի թատրոնում։ Այդ համերգի մուտքի տոմսերը վաճառվեցին 3 ժամում։ Մարդիկ կանգնած էին հերթում ամբողջ գիշեր, ձեռքներում բռնած իրենց վերջին խնայողությունները։ Մի կին, որը վաճառել էր իր հարսանեկան մատանին, որպեսի գնի 2 տոմս, իր եւ իր հիվանդ մոր համար, հետագայում ասաց լրագրողներին. «Ես գիտեի, որ եթե մայրս լսի Արամին կենթանի, նա կապաշխարի»։ Եվ նա կապաշխարեց։ Համերգի ժամանակ, երբ Արամը սկսեց երգել «Գնա գնա», ողջ դահլիճը ոտքի ելավ եւ երգեց նրա հետ։ 3000 ձայն միաձուլվեցին մեկի մեջ, եւ այդ պահին, այդ մութ դահլիճում, որտեղ լույսը տալիս էին միայն գեներատորները, ծնվեց ինչ-որ բան, որը իշխանությունները չէին կարող վերահսկել։ Դա էր համերաշխությունը։ Դա էր ազգային ինքնագիտակցությունը։ Դա էր ուժը, որը գալիս էր ոչ թե զենքից, այլ սրտերից։ Բայց հենց այդ ուժն էր, որը վախեցրեց նրանց։ Համերգից 2 օր անց Արամ Ասատրյանին կանչեցին մշակույթի նախարարություն։ Նրան ընդունեց ոչ թե նախարարը, այլ նրա տեղակալը, մի մարդ, որի անունը հայտնի էր իր կապերով ավելի բարձր շրջանակներերի հետ։ Խոսակցությունը տևեց 20 րոպե, եւ երբ Արամը դուրս եկավ, նրա դեմքը սպիտակ էր, ինչպես թուղթը։
Նա չպատմեց ոչ հոգի, թե ինչ էր խոսվել այդ գրասենյակում, բայց նրա մոտակա ընկերները նկատեցին, որ ինչ-որ բան փոխվել էր։ Արամը դարձավ ավելի փակ, ավելի մտածկոտ, եւ երբ նրան հարցնում էին նոր համերգների մասին, նա պատասխանում էր խուսափողաբար։ Մի անգամ, երբ նա նստած էր իր ամենամոտ ընկերոջ կիթառահար Արմենի հետ եւ նրանք խմում էին կոնյակ Արամի փոքրիկ բնակարանում կենտրոնում, Արամը հանկարծ ասաց. «Արմեն, եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, Դու պետք է իմանաս, ես երբեք չեմ լքի իմ ժողովուրդը։ նրանք կարող են փակել ինձ հեռուստատեսությունից, կարող են արգելել ինձ ռադիոյում, բայց նրանք չեն կարող լռեցնել ինձ»։ Արմենը հարցրեց. «Ո՞վ են նրանք»։ Բայց Արամը միայն թափահարեց գլուխը եւ լցրեց եւս մեկ բաժակ։ 1993 թվականի գարնանը Արամ Ասատրյանը որոշեց անել այն, ինչը նրան արգելել էին։ Նա գնաց ստուդիա, ձայնագրելու նոր ալբոմ, բայց ոչ թե սովորական սիրային երգերով, այլ երգերով, որոնք խոսում էին ճշմարտության մասին։ Ձայնագրման ռեժիսորը Վահագն Սարգսյանը, որը այժմ ապրում է Լոս Անջելեսում եւ համաձայնվեց խոսել մեզ հետ առաջին անգամ 30 տարում, հիշում է այդ օրերը ցավով եւ զղջումով։ Արամը եկավ ստուդիա մարտի 10-ին։ Նա բերեց հետը նոր երգեր, որոնք գրել էր ինքը, եւ խոսքերը եւ երաժշտությունը։ Երբ ես կարդացի բառերը, ես հասկացա, որ դա վտանգավոր է։ Մի երգում նա երգում էր այն մասին, թե ինչպես են պաշտոնյաները ապրում շքեղ տներում, մինչդեռ ժողովուրդը սովածություն է քաշում։ Մեկ այլ երգում նա անվանում էր անուններ, ոչ ուղղակիորեն, բայց բավականաչափ հստակ, որպեսզի բոլորը հասկանան։ Ես ասացի նրան. «Արամ, եթե մենք ձայնագրենք սա, մեզ երկուսիս էլ կոչնչացնեն»։ Բայց նա նայեց ինձ այնպիսի աչքերով, որ ես չկարողացա հրաժարվել։ Նրան ձայնագրեցին 3 երգ 3 օրում։ Վահագնը հիշում է, որ Արամը երգում էր այնպիսի ինտենսիվությամբ, կարծես դա լինելու էր նրա վերջին ձայնագրությունը։ Նրա ձայնը դողում էր, բայց ոչ թե թուլությունից, այլ զայրույթից։ Երբ նա երգում էր այն տողերը, դուք նստած եք ձեր բարձր աթոռներին, մինչ մեր երեխաները մեռնում են սառույցից, ես տեսա, որ նրա աչքերից արցունքներ են հոսում։ Բայց նա չդադարեց։ Նա երգեց մինչև վերջ։ Ձայնագրությունը ավարտվեց մարտի 13-ին, ուրբաթ օրը։ Վահագնը դրեց կասետները սեյֆում եւ ասաց Արամին, որ երկուշաբթի նրանք կսկսեն միքսավորումը։ Արամը գրկեց նրան եւ ասաց. «Շնորհակալ եմ, եղբայր, դու փրկեցիր իմ հոգին»։ Դա վերջին անգամն էր, երբ Վահագնը տեսավ Արամին ժպտացած։ Երկուշաբթի առավոտյան, երբ Վահագնը եկավ ստուդիա, դուռը բաց էր։ Սեյֆը բաց էր, կասետները չկային։ Նրա սեղանին ընկած էր մի նոթ, գրված ձեռքով. Առանց ստորագրության։ Մոռացիր, որ դա եղել է։ «Եթե խոսես, կմոռանաս ավելին, քան կասետները»։ Վահագնը վազեց Արամի տուն, բայց Արամը չէր տանը։ Նրա հարևանները ասացին, որ նրանք տեսել են, թե ինչպես է Արամը դուրս եկել կիրակի երեկոյան 2 անծանոթ տղամարդկանց հետ, եւ նրանք նստել են մի սև Վոլգայի մեջ։ Արամը վերադարձավ միայն 3 օր անց։ Նա չպատմեց, թե որտեղ է եղել, բայց Վահագնը տեսավ, որ նրա ձախ ձեռքի բարձիկը կապված էր, եւ նա կահում էր։ Երբ Վահագնը հարցրեց կասետների մասին, Արամը միայն ասաց. «Դրանք չկան, եւ դու երբեք չես խոսելու դրանց մասին։ Խոստացիր ինձ»։ Վահագնը խոստացավ, եւ նա պահպանեց այդ խոստումը 30 տարի։ Բայց պատմությունը չավարտվեց այնտեղ։ Ինչպես պարզվեց հետագայում, կասետները չէին ոչնչացվել, դրանք թաքցվել էին, քանի որ ինչ-որ մեկը ինչ-որ տեղ ուզում էր ապահովագրություն։ Ինչ-որ մեկը գիտեր, որ այդ ձայնագրությունները կարող են օգտակար լինել ապագայում, որպես լծակ, որպես սպառնալիք, որպես ապացույց։ Եվ երբ Արամ Ասատրյանը մեկնեց այս աշխարհից 1996 թվականի նոյեմբերի 30-ին, երբ ողջ Հայաստանը լաց էր լինում, երբ նրա թաղմանը եկան 100,000 մարդ, ինչ-որ մեկը հիշեց այդ կասետների մասին եւ սկսեց փնտրել։ Բայց ո՞վ էր այդ մարդը։ Ինչու էր նա փնտրում այդ ձայնագրությունները հենց այդ պահին։ Եվ ամենակարևորը, արդյոք նա գտավ դրանք։ Վահագն Սարգսյանը, որը այժմ խոսում է առաջին անգամ, պնդում է, որ նա գիտե, թե որտեղ են այդ կասետները։ Նա ասում է, որ դրանք դեռ գոյություն ունեն, թաքնված մի տեղում, որտեղ ոչ ոք չի փնտրել։ Եվ նա պատրաստ է ցույց տալ դրանք, եթե ժամանակը հասունանա։ Բայց ինչու հենց հիմա։ Ինչու 30 տարի անց նա որոշեց խախտել իր լռությունը։ Ինչ փոխվեց։ Կամ ով մեռավ, որպեսզի նա այլևս չվախենա։ Երբ Վահագն Սարգսյանը վերջապես համաձայնվեց հանդիպել մեզ հետ Լոս Անջելեսի իր փոքրիկ բնակարանում 1996 թվականի դեկտեմբերին,
Նա առաջին անգամ բացեց իր հին դիպլոմատը եւ հանեց մի թղթի կտոր, որը պահել էր 30 տարի։ Այդ թուղթը չէր սովորական նոթը։ Դա էր ստուդիայի պաշտոնական Մաթյանի էջը, որը նա պատրել էր այն գիշերը, երբ կասետները անհետացան։ Այդ էջում գրված էր ամբողջ տեխնիկական տեղեկատվությունը՝ ձայնագրման ամսաթիվը, ժամերը, օգտագործված սարքավորումների սերիական համարները եւ ամենակարևորը՝ 3 երգերի վերնագրերը, գրերը, որոնք Արամը տվել էր իր ձեռքով գրված։ Աթոռների վրա, Սառույցի երեխաները, անունները։ Վահագնը ցույց տվեց մեզ այդ թուղթը դողացող ձեռքերով եւ ասաց. Ես գիտեի, որ եթե ես չպահեմ որևէ ապացույց, ապա մի օր բոլորը կասեն, որ ես հորինել եմ այս ամենը։ Բայց ես չեմ հորինել։ Այս երգերը գոյություն ունեին, եւ դրանք այնքան վտանգավոր էին, որ ինչ որ մեկը պատրաստ էր անել ամեն ինչ, որպեսզի դրանք երբեք չլսվեն։ Նա դադարարեց, խմեց մի կում ջուր եւ հետո ավելացրեց այն բանը, որը փոխեց ամեն ինչ։ Բայց նրանք սխալվեցին։ Նրանք չոչնչացրեցին բոլոր կասետները։ Պարզվում է, որ այն գիշերը, երբ Վահագնը ավարտեց ձայնագրությունը եւ դրեց կասետները սեյֆում, նա արեց մի բան, որը չպետք է աներ, նա պատրաստեց մի պատճեն։ Դա չէր պլանավորված, դա չէր պրոֆեսիոնալ որոշում, դա էր բնազդ։ Ես աշխատել եմ ձայնագրման ոլորտում 20 տարի եւ ես տեսել եմ, թե ինչպես են կորչում ձայնագրությունները հրդեհներից, ջրհեղեղներից, գողություններից։ Ես միշտ պատրաստում էի պահուստային պատճեններ։ Դա էր իմ սովորությունը։ Այդ պահուստային կասետը նա տարավ տուն եւ թաքցրեց այնտեղ, որտեղ ոչ ոք չէր փնտրի, իր դստեր երեխաների խաղալիքների արկղում, հին տիկնիկների եւ փայտե խորանարդների մեջ։ Երբ հաջորդ օրը եկան եւ վերցրեցին բոլոր կասետները ստուդիայից, երբ նրան սպառնացին եւ ստիպեցին ստորագրել փաստաթուղթ, որ նա երբեք չի խոսելու այդ ձայնագրության մասին, Վահագնը չասաց ոչինչ պահուստային պատճենի մասին։ Ես վախենում էի։ Ես վախենում էի իմ ընտանիքի համար։ Իմ կինը հղի էր մեր երկրորդ երեխայով։ Իմ մայրը ապրում էր մեզ հետ, եւ նա հիվանդ էր։ Ես չէի կարող ռիսկի դնել նրանց։ Բայց այդ կասետը մնաց նրա տանը 10 տարի։ 10 տարի այն պառկած էր խաղալիքների արկղում, Մինչև Վահագնի ընտանիքը որոշեց տեղափոխվել Ամերիկա 1999 թվականին։ Երբ նրանք փաթեթավորում էին իրենց իրերը, Վահագնը գտավ այդ կասետը եւ կանգ առավ։ Նա կարող էր թողնել այն, կարող էր ոչնչացնել, կարող էր մոռանալ։ Բայց ինչ որ բան նրան ասաց. «Վերցրու»։ Ես զգացի, որ Արամի ձայնը չպետք է մնա այնտեղ, թաքնված եւ մոռացված։ Ես զգացի, որ մի օր, երբ ժամանակը կգա, այդ ձայնը պետք է լսվի։ Նա դրեց կասետը իր ճամպրուկի ամենախորը գրպանը եւ տարավ հետը, անցնելով սահմանը, թռչելով օվկիանոսի վրայով, ժամանելով նոր երկիր, որտեղ ոչ ոք չգիտեր նրա անունը եւ ոչ ոք չէր հետաքրքրվում նրա անցյալով։ Այդ կասետը դարձավ նրա ամենամեծ գաղտնիքը եւ նրա ամենամեծ բեռը։ Լոս Անջելեսում Վահագնը սկսեց նոր կյանք։ Նա աշխատեց տաքսու վարորդ, հետո սուպերմարկետում գանձապահ, հետո մաքրող։ Նրա ձեռքերը, որոնք մի ժամանակ շարժում էին ձայնագրման սարքավորումների նուրբ կարգավորիչները, այժմ մաքրում էին հատակները եւ լվանում պատուհանները։ Բայց ամեն երեկո, երբ նա վերադառնում էր իր փոքրիկ բնակարան, նա բացում էր իր հին դիպլոմատը եւ նայում այդ կասետին։ Նա երբեք չէր լսել այն Ամերիկայում, քանի որ վախենում էր, որ եթե նա միացնի, ապա հնարավոր է կասետը վնասվի։ Բայց նա գիտեր, որ այն այնտեղ է, եւ դա բավական էր։ Դա էր իմ կապը Արամի հետ, իմ կապը իմ անցյալի հետ, իմ կապը ճշմարտության հետ։ Տարիներ անցան։ Վահագնը ծերացավ։ Նրա մազերը ճերմակեցին, նրա ձայնը թուլացավ, նրա ձեռքերը սկսեցին դողալ։ Բայց կասետը մնաց։ 1999 թվականին, երբ Արամ Ասատրյանի մահվան 10-ամյակն էր, Վահագնը տեսավ հեռուստատեսությամբ մի հաղորդում, որը նվիրված էր երգչի հիշատակին։ Այդ հաղորդման մեջ հարցազրույց էին տվել Արամի ընկերները, գործընկերները, երաժիշտները։ Բոլորը խոսում էին նրա տաղանդի մասին, նրա բարությունը մասին, նրա սիրո մասին ժողովրդի նկատմամբ։ Բայց ոչ ոք չխոսեց այն մասին, թե ինչպես էր նրան լռեցրել, ինչպես էր նրան արգելել, ինչպես էին գողացել նրա վերջին ձայնագրությունը։ Վահագնը զայրացավ։ Նա զայրացավ այն բանի վրա, որ պատմությունը կեղծվում էր, որ Արամի իրական պայքարը մոռացվում էր, որ նրա զոհաբերությունը անտեսվում էր։ Նա վերցրեց հեռախոսը եւ զանգահարեց հաղորդման պատրաստողներին։ Նա ուզում էր պատմել ճշմարտությունը։ Բայց երբ նրանք հարցրեցին, արդյոք դուք ունեք ապացույցներ, Վահագնը դադարեց։ Նա հասկացավ, որ եթե նա ասի կասետի մասին, ապա նրանք կպահանջեն տեսնել այն, լսել այն, ստուգել այն։ Եվ եթե նա ցույց տա այն, ապա հնարավոր է այն վերցվի նրանից, կորչի, ոչնչացվի։ Նա չէր վստահում ոչ ոքի։ Նա փակեց հեռախոսը եւ որոշեց սպասել։ Բայց սպասել ինչի։
Ինչի համար էր նա պահում այդ կասետը, եթե երբեք չէր պատրաստվում ցույց տալ այն։ Ինչի համար էր նա տարել այն հազարավոր կիլոմետրեր, եթե այն պիտի մնար թաքնված իր դիպլոմատում մինչև իր մահը։ Վագնը սկսեց հարցնել իրեն այդ հարցերը ամեն գիշեր, եւ ամեն գիշեր նա չգտնում էր պատասխան։ Մինչև 1999 թվականի ամառը, երբ նա ստացավ մի նամակ Հայաստանից։ Այդ նամակը ուղարկել էր մի մարդ, որի անունը Վագնը չճանաչեց, բայց ով պնդում էր, որ նա եղել է Արամ Ասատրյանի մոտ ընկերներից մեկը։ Նամակում գրված էր. «Վահագն, ես գիտեմ, որ դու ունես այն կասետը։ Ես գիտեմ, որ դու վախենում ես, բայց ժամանակը եկել է»։ Դրանք, ովքեր լռեցրին Արամին, այլևս իշխանության մեջ չեն։ Նրանցից շատերը մեռել են։ Մյուսները ապրում են արտերկրում եւ չեն վերադառնալու։ Դու այլևս վտանգի մեջ չես։ Բայց Արամի ձայնը դեռ պետք է լսվի։ Վահագնը կարդաց այդ նամակը 10 անգամ։ Նա փորձեց հասկանալ ով էր այդ մարդը եւ ինչպես էր նա իմացել կասետի մասին։ Նա երբեք չէր պատմել ոչ ոքի, նույնիսկ իր կնոջը։ Ինչպես կարող էր ինչ-որ մեկը գիտենալ։ Միայն երկու հնարավորություն կար։ Կամ այդ մարդը եղել է այնտեղ այն գիշերը, երբ կասետները գողացվեցին, կամ Արամը ինքը պատմել էր նրան։ Բայց եթե Արամը պատմել էր, ապա դա նշանակում էր, որ նա վստահում էր այդ մարդուն։ Եվ եթե Արամը վստահում էր, ապա գուցե Վահագնը նույնպես պետք է վստահեր։ Նա որոշեց պատասխանել։ Նա գրեց մի կարճ նամակ. «Ես պատրաստ եմ խոսել, բայց միայն եթե դուք կարող եք ապացուցել, որ դուք եղել եք Արամի ընկերը»։ Նա ուղարկեց նամակը եւ սպասեց։ 2 շաբաթ անց նա ստացավ պատասխան։ Այս անգամ նամակի մեջ կար մի լուսանկար։ Այդ լուսանկարում երևում էին երկու մարդ՝ Արամ Ասատրյանը եւ մի այլ տղամարդ, որոնք նստած էին մի սեղանի շուրջ եւ բարձրացրել էին իրենց բաժակները։ Լուսանկարի հետևի կողմում գրված էր. «Արամի տուն, մարտ 12, 1993։ Վերջին ձայնագրությունից 1 օր առաջ»։ Վահագնը ճանաչեց այդ ամսաթիվը։ Դա եղել է ճիշտ 1 օր առաջ, քան Արամը եկավ ստուդիա, եւ նա ճանաչեց այն տղամարդուն լուսանկարում։ Դա եղել է Արմենը, կիթառահարը, Արամի ամենամոտ ընկերը։ Վահագնը հիշեց, որ Արամը խոսել էր Արմենի մասին այն երեկոյան, երբ նրանք ավարտեցին ձայնագրությունը։ Նա ասել էր. «Արմենը միակն է, ով գիտե ամեն ինչ»։ Վահագնը հասկացավ, որ այս մարդը իսկապես եղել է Արամի ընկերը, եւ նա որոշեց վստահել։ Նա գրեց Արմենին եւ ասաց, որ պատրաստ է հանդիպել, բայց ոչ Հայաստանում եւ ոչ Ամերիկայում։ Նա առաջարկեց հանդիպել երրորդ երկրում, Թուրքիայում, Ստամբուլում, որտեղ նրանք երկուսն էլ կարող էին ժամանել առանց մեծ ուշադրություն գրավելու։ Արմենը համաձայնվեց։ Նրանք հանդիպեցին 1999 թվականի սեպտեմբերին մի փոքրիկ սրճարանում Գալաթայի թաղամասում, որտեղ ոչ ոք չէր խոսում ոչ հայերեն, ոչ անգլերեն։ Վահագնը բերեց հետը դիպլոմատը, բայց ոչ կասետը։ Նա ուզում էր նախ տեսնել Արմենին, խոսել նրա հետ, հասկանալ արդյոք նա կարող է վստահել նրան։ Երբ նրանք նստեցին սեղանի շուրջ եւ պատվիրեցին թուրքական սուրճ, Արմենը սկսեց պատմել։ Նա պատմեց, թե ինչպես էր Արամը եկել նրա մոտ այն երեկոյան, մարտի 12-ին, 1 օր առաջ ձայնագրությունից։ Նա պատմեց, թե ինչպես էր Արամը նստել նրա հետ եւ խոսել 3 ժամ, այն մասին, թե ինչու է նա որոշել ձայնագրել այդ երգերը, թե ինչու է նա պատրաստ ռիսկի դնել ամեն ինչ։ Արամը ասաց ինձ. «Արմեն, ես գիտեմ, որ դա վտանգավոր է։ Ես գիտեմ, որ նրանք կփորձեն կանգնեցնել ինձ, բայց ես չեմ կարող այլևս լռել։ Ես տեսել եմ, թե ինչպես են մեր մարդիկ տառապում, մինչդեռ նրանք, ովքեր պետք է պաշտպանեն մեզ, գողանում են մեզանից։ Ես տեսել եմ, Թե ինչպես են մեր զինվորները մեռնում առանց զենքի, առանց հագուստի, առանց սննդի։ Մինչդեռ նրանց հրամանատարները վաճառում են այդ ամենը եւ գրպանում փողը։ Ես չեմ կարող երգել սիրո մասին, երբ մեր ժողովուրդը արյունահոսում է»։ Արմենը պատմեց, որ նա փորձել էր համոզել Արամին չանել դա, բայց Արամը եղել է անսասան։ Նա ասաց ինձ. «Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, դու պետք է պատմես ճշմարտությունը։ Դու պետք է համոզվես, որ մարդիկ իմանան, թե ինչու ես դա արել»։ Վահագնը լսում էր եւ զգում էր, որ նրա աչքերը խոնավանում են։ Նա հիշեց այն օրերը ստուդիայում, երբ Արամը երգում էր այնպիսի կրքով, կարծես դա լինելու էր նրա վերջին հնարավորությունը խոսել աշխարհի հետ։ Նա հիշեց Արամի ձայնը, նրա արցունքները, նրա զայրույթը։ Եվ նա հասկացավ, որ Արմենը ճշմարտությունն է ասում։ Նա որոշեց պատմել նրան կասետի մասին։ «Ես ունեմ այն», նա ասաց։ «Ես ունեմ պահուստային պատճենը։ Ես պահել եմ այն 30 տարի»։ Արմենի աչքերը լայնացան։ Նա չէր հավատում։ «Դու ունես այն։ Դու իսկապես ունես Արամի վերջին ձայնագրությունը»։ Վահագնը գլուխ տապեց։ «Բայց ես չեմ բերել այն այստեղ։ Ես պետք է համոզված լինեմ, որ այն անվտանգ կլինի։
Արմենը հասկացավ։ Նա ասաց. Ես չեմ ուզում վերցնել այն քեզանից։ Ես միայն ուզում եմ, որ դու լսես այն եւս մեկ անգամ։ Ես ուզում եմ, որ դու համոզվես, որ այն դեռ աշխատում է, որ Արամի ձայնը դեռ այնտեղ է։ Եվ հետո, երբ ժամանակը գա, մենք կորոշենք միասին ինչ անել դրա հետ։ Վահագնը մտածեց երկար։ Նա նայեց Արմենի աչքերին եւ տեսավ այնտեղ նույն ցավը, նույն զայրույթը, նույն վճռականությունը, որը տեսել էր Արամի աչքերում։ Եվ նա որոշեց վստահել։ Լավ, նա ասաց։ Ես կվերադառնամ Լոս Անջելես եւ կլսեմ այն։ Եվ եթե այն դեռ աշխատում է, ես կզանգահարեմ քեզ։ Նրանք ավարտեցին իրենց սուրճը, գրկեցին միմյանց եւ բաժանվեցին։ Վահագնը վերադարձավ Ամերիկա հաջորդ օրը, բայց երբ նա հասավ տուն եւ բացեց իր դիպլոմատը, նա տեսավ ինչ-որ բան, Մորը սարեցրեց նրա արյունը։ Կասետը այնտեղ էր, բայց դիպլոմատի կողպեքը կոտրված էր։ Ինչ-որ մեկը բացել էր այն, ինչ-որ մեկը տեսել էր կասետը։ Վահագնը սկսեց դողալ։ Նա հասկացավ, որ նրան հետևել են։ Նա հասկացավ, որ նրա հանդիպումը Արմենի հետ չէր եղել այնքան գաղտնի, որքան նա կարծում էր։ Նա հասկացավ, որ նրանք դեռ հետևում էին նրան, դեռ փնտրում էին այդ կասետը, դեռ ուզում էին ոչնչացնել Արամի վերջին ձայնը։ Բայց ով էին նրանք։ Ինչու էին նրանք դեռ հետաքրքրված 30 տարի անց։ Ինչ էր այդ կասետում, որը դարձնում էր այն այդքան վտանգավոր նույնիսկ այժմ, երբ Արամը մեռել էր, երբ խսորհրդային միությունը փլուզվել էր, երբ ամեն ինչ փոխվել էր։ Արդյոք այդ երգերում կային անուններ, որոնք դեռ ապրում էին, որոնք դեռ իշխանության մեջ էին, որոնք դեռ վախենում էին ճշմարտությունից։ Վահագնը վերցրեց կասետը դողացող ձեռքերով եւ դրեց իր հին կասետաձայնագրիչի մեջ։ Նա 30 տարի չէր լսել այն։ Նա վախենում էր, որ կասետը կարող է վնասված լինել, որ Արամի ձայնը կարող է կորած լինել։ Բայց այժմ նա պետք է իմանար։ Նա սեղմեց play կոճակը եւ սպասեց։ Առաջին վայրկյանները լռություն էր։ Հետո լսվեց շարաչուն, հին ժապավենի բնորոշ ձայնը։ Եվ հետո Արամի ձայնը։ Այն հնչեց այնպես պարզ, այնպես ուժեղ, այնպես կենթանի, կարծես Արամը նստած էր նույն սենյակում։ Վահագնը փակեց աչքերը եւ լսեց։ Արամը երգում էր առաջին երգը աթոռների վրա։ Բարերը էին պարզ, բայց ուժեղ։ Դուք նստած եք ձեր բարձր աթոռներին, մինչ մեր երեխաները մեռնում են սառույցից։ Դուք խմում եք ձեր թանկ գինին, մինչ մեր մայրերը լաց են լինում։ Դուք հագնում եք ձեր օտարերկրյա կոստյումները, մինչ մեր հայրերը դողում են ցրտից։ Վահագնը զգաց, որ նրա կրծքավանդակը սեղմվում է։ Նա հիշեց այն օրերը, երբ Արամը երգում էր այդ բառերը ստուդիայում, երբ նրա ձայնը դողում էր զայրույթից եւ ցավից։ Երկրորդ երգը «Սառույցի երեխաները» էր ավելի անձնական։ Արամը երգում էր մի փոքրիկ աղջկա մասին, որը մեռավ ցրտից, քանի որ նրա ծնողները չէին կարող գնել վառելափայտ։ Նա երգում էր մի տղայի մասին, որը կորավ ճանապարհին դեպի դպրոց, քանի որ ձյունը ծածկել էր ամեն ինչ, եւ ոչ ոք չէր եկել մաքրելու փողոցները։ Նա երգում էր մայրերի մասին, որոնք պահում էին իրենց վերջին հացը իրենց երեխաների համար, եւ ինք քաղցած էին մնում։ Եվ ամեն տողից հետո նա կրկնում էր. բայց նրանք չեն տեսնում, նրանք չեն լսում, նրանք չեն հոգում։ Վահագնը զգաց, որ արցունքները հոսում են նրա դեմքով։ Նա չէր լացել 30 տարի, բայց այժմ նա չէր կարող դադարեցնել։ Երրորդ երգը անուններ էր ամենավտանգավորը։ Արամը սկսեց երգել անուններ։ Ոչ ամբողջական անուններ, ոչ ուղղակի մատնանշումներ, այլ բավականաչափ հստակ, որպեսզի ով որ ապրում էր Հայաստանում այն տարիներին, կհասկանար ում մասին է խոսքը։ Նա երգեց մի նախարարի մասին, որը ուներ 3 տուն Երևանում, մինչդեռ նրա նախարարությունը չէր կարող տրամադրել տաք ջուր հիվանդանոցներին։ Նա երգեց մի գեներալի մասին, որը ուղարկում էր իր զինվորներին առանց զենքի, բայց ինքը վաճառում էր զենքը սև շուկայում։ Նա երգեց մի բիզնեսմենի մասին, որը վերահսկում էր բոլոր վառելափայտի մատակարարումները եւ բարձրացնում էր գները ամեն օր, մինչդեռ մարդիկ սառչում էին իրենց տներում։ Եվ ամեն անունից հետո Արամը ասում էր. Դուք գիտեք ով է նա։ Դուք տեսել եք նրան հեռուստատեսությամբ, ժպտացած եւ խոստանում փրկություն։ Բայց դուք չեք տեսել նրա իսկական դեմքը։ Երբ երգը ավարտվեց, Վահագնը լսեց Արամի ձայնը, խոսելով ուղղակիորեն միկրոֆոնին։ Դա չէր երգ, դա էր ուղերձ։ Ով որ լսում է սա, Արամը ասաց, եւ նրա ձայնը հոգնած էր, բայց վճռական։ Ես գիտեմ, որ նրանք կփորձեն կանգնեցնել ինձ։ Ես գիտեմ, որ այս ձայնագրությունը կարող է երբեք չհասնել ձեզ, բայց եթե այն հասնում է, եթե դուք լսում եք իմ ձայնը, ապա դուք պետք է իմանաք. ես դա արեցի ձեզ համար։ Ես դա արեցի մեր երեխաների համար,
ովքեր արժանի են ավելի լավ ապագայի։ Ես դա արեցի մեր մայրերի համար, ովքեր արժանի են խաղաղության։ Ես դա արեցի մեր հայրերի համար, ովքեր արժանի են արժանապատվության։ Մի թողեք, որ նրանք ասեն ձեզ, որ ես դավաճան էի։ Մի թողեք, որ նրանք ասեն ձեզ, որ ես խենթ էի։ Ես պարզապես մի մարդ էի, որը սիրում էր իր ժողովուրդը եւ չէր կարող լռել, երբ տեսնում էր անարդարությունը։ Հետո լսվեց շարաչյուն եւ ձայնագրությունը ավարտվեց։ Վահագնը նստեց լռության մեջ երկար ժամանակ։ Նա հասկացավ, թե ինչու էր այդ կասետը այդքան վտանգավոր։ Դա ոչ թե պարզապես երգեր էին, դա էր մեղադրանք, դա էր վկայություն, դա էր ապացույց։ Եվ անուններն, որոնք Արամը հիշատակել էր, չէին պարզապես պատմություն։ Շատերը դեռ ապրում էին, շատերը դեռ ազդեցիկ էին, շատերը դեռ վախենում էին, որ ճշմարտությունը կբացահայտվի։ Վահագնը հասկացավ, որ եթե այդ կասետը հրապարակվեր, այն կկործաներ հեղինակություններ, կբացահայտեր կոռուպցիա, կփոխեր պատմությունը։ Բայց նա նաև հասկացավ, որ եթե նա փորձեր հրապարակել այն, նա կկործաներ ինքն իրեն։ Նրանք, ովքեր ուզում էին թաքցնել այդ ճշմարտությունը, դեռ ուժեղ էին, դեռ վտանգավոր էին, դեռ պատրաստ էին անել ամեն ինչ, պաշտպանելու իրենց գաղտնիքները։ Նա զանգահարեց Արմենին հաջորդ օրը։ Նա պատմեց նրան այն ամենի մասին, կոտրված կողպեքի, կասետի բովանդակության, Արամի վերջին ուղերձի մասին։ Արմենը լսեց լռությամբ, եւ երբ Վահագնը ավարտեց, նա ասաց. Վահագն, Ես հասկանում եմ քո վախը, բայց մենք չենք կարող թաքցնել սա հավերժ։ Արամը զոհաբերեց ամեն ինչ, որպեսզի այդ ճշմարտությունը լսվի։ Մենք պարտական ենք նրան։ Վահագնը գիտեր, որ Արմենը ճիշտ է ասում, բայց նա նաև գիտեր, որ եթե նրանք հրապարակեն այդ կասետը, նրանք երկուսն էլ կդառնան թիրախ։ Ինչ պետք է անենք, նա հարցրեց։ Արմենը մտածեց մի րոպե եւ հետո ասաց. Մենք պետք է սպասենք ճիշտ պահին։ Մենք պետք է գտնենք մարդկանց, ովքեր կարող են պաշտպանել մեզ, ովքեր կարող են համոզվել, որ այդ ձայնագրությունը հասնի ժողովրդին առանց մեզ վտանգելու։ Մենք պետք է լինենք խելացի, ոչ թե հերոսներ։ Բայց ճիշտ պահը երբ կգար։ Ինչպես կիմանային նրանք, որ անվտանգ է հրապարակել այդ կասետը, եւ ամենակարևորը, արդյոք Հայաստանը պատրաստ էր լսել այդ ճշմարտությունը 30 տարի անց, երբ շատերը ուզում էին մոռանալ այդ մութ օրերը եւ շարժվել առաջ։ Արդյոք մարդիկ կուզեին իմանալ, թե ովքեր էին իրականում մեղավոր նրանց տառապանքների համար, թե նրանք կնախընտրեին պահպանել իրենց հանգիստանգիտությունը։ 1999 թվականի աշնանը, երբ Վահագնը եւ Արմենը դեռ փնտրում էին ճիշտ պահը կասետը հրապարակելու համար, Երևանում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը փոխեց ամեն ինչ։ Մշակույթի նախարարության շենքում, այն նույն շենքում, որտեղ Արամ Ասատրյանին մի ժամանակ կանչել էին եւ սպառնացել, բռնկվեց հրդեհ։ Պաշտոնական տարբերակով դա եղավ էլեկտրական կարճ միացում, բայց հրշեջները, ովքեր առաջինները մտան այրվող շենք, պատմեցին այլ բան։ Նրանք տեսան, որ հրդեհը սկսվել էր ոչ թե պատահականորեն, այլ միաժամանակ 3 տարբեր հարկերում։ Ինչ որ մեկը ցանկացել էր այրել ինչ որ բան, փաստաթղթեր, արխիվներ, ապացույցներ։ Երբ կրակը մարվեց, պարզվեց, որ ամբողջովին ոչնչացվել էր արխիվային բաժինը, այն սենյակը, որտեղ պահվում էին վերջին 20 տարիների բոլոր գաղտնի հրամանները, արգելված անունների ցուցակները, գրագետները նախարարների եւ անհայտ մարդկանց միջև։ Մի հին աշխատակից, որը 18 տարի աշխատել էր այդ արխիվում եւ ճանաչում էր ամեն թղթի տեղը, հետագայում ասաց լրագրողներին. Դա չէր պատահականություն։ Ինչ որ մեկը ջնջում էր իր հետքերը, ինչ որ մեկը վախենում էր, որ նոր իշխանությունները կսկսեն քննություն եւ կգտնեն այն ամենը, ինչ թաքցվել էր տարիներ շարունակ։ Արմենը կարդաց այդ լուրը թերթում եւ անմիջապես զանգահարեց Վահագնին։ Դու տեսար, նա ասաց, եւ նրա ձայնը դողում էր հուզմունքից։ Նրանք ոչնչացնում են ապացույցները, նրանք վախենում են։ Դա նշանակում է, որ ինչ որ բան փոխվում է։ Դա նշանակում է, որ մեր կասետը դառնում է ավելի արժեքավոր, քան երբևէ։ Վահագնը հասկացավ, որ Արմենը ճիշտ է ասում։ Եթե նախարարության արխիվները այրվել էին, ապա նրանց կասետը մնում էր միակ ապացույցը, որը կարող էր վկայել այն մասին, թե ինչ էր իրականում տեղի ունեցել 90-ականների սկզբին։ Բայց դա նաև նշանակում էր, որ նրանք, ովքեր այրել էին արխիվները, այժմ կփնտրեին մյուս ապացույցները, ներառյալ նրանց կասետը։ Մենք պետք է շարժվենք արագ, Վահագնը ասաց։ Մենք պետք է գտնենք մարդկանց, ովքեր կարող են պաշտպանել մեզ, մինչև չուշացել է։ Բայց ով էին այդ մարդիկը։ Ում կարող էին վստահել 2 ծերացած երաժիշտներ, ովքեր պահում էին գաղտնիք, որը կարող էր կործանել հզոր մարդկանց։ Արմենը ունեցավ մի գաղափար։
Նա ճանաչում էր մի երիտասարդ լրագրող, Անին, որը աշխատում էր անկախ թերթում եւ հայտնի էր իր քաջությամբ եւ անկեղծությամբ։ Անին եղել էր այն քչերից մեկը, ով գրել էր Արամ Ասատրյանի մահվան մասին առանց գովաբանության եւ սուտի։ Նա գրել էր ճշմարտությունը, որ Արամը մեռավ մենակ, մերժված, արգելված, եւ որ նրա տաղանդը վատնվեց քաղաքական խաղերի պատճառով։ Արմենը կապվեց Անիի հետ եւ պատմեց նրան կասետի մասին։ Սկզբում Անին չհավատաց։ Ինչպես կարող եմ ես իմանալ, որ դուք ճշմարտությունն եք ասում, նա հարցրեց։ Ինչպես կարող եմ ես համոզված լինել, որ այդ կասետը իսկապես գոյություն ունի եւ դուք ոչ թե պարզապես փնտրում եք ուշադրություն։ Արմենը հասկացավ նրա կասկածը։ Նա առաջարկեց հանդիպել եւ ցույց տալ ապացույցները, լուսանկարը Արամի հետ, ստուդիայի մատյանի էջը, որը Վահագնը պահել էր։ Անին համաձայնվեց։ Նրանք հանդիպեցին Երևանում, մի հանգիստ սրճարանում Աբովյան փողոցում, որտեղ քիչ մարդիկ էին, եւ ոչ ոք չէր ուշադրություն դարձնում նրանց։ Արմենը ցույց տվեց Անիին բոլոր ապացույցները։ Նա պատմեց ամբողջ պատմությունը, սկսած ձայնագրությունից մինչև կասետների գողությունը, Վահագնի փախուստը Ամերիկա, պահուստային պատճենը, հանդիպումը Ստամբուլում, կոտրված կողպեքը։ Անին լսում էր ուշադիր, եւ նրա աչքերը լայները լայնանում էին ամեն նոր մանրամասնությունից։ Երբ Արմենը ավարտեց, Անին նստեց լռության մեջ երկար ժամանակ։ Հետո նա ասաց. Եթե այն, ինչ դուք ասում եք, ճիշտ է, ապա սա ամենակարևոր պատմությունն է, որը ես երբևէ կարող եմ պատմել։ Բայց դա նաև ամենավտանգավորն է։ Եթե ես հրապարակեմ սա, ես դառնում եմ թիրախ, եւ դուք նույնպես։ Արմենը գլուխ թափեց։ Ես գիտեմ, նա ասաց, բայց մենք չենք կարող թաքցնել սա հավերժ։ Արամը մեռավ, որպեսզի այդ ճշմարտությունը լսվի։ Մենք պարտական ենք նրան։ Անին մտածեց եւս մի քանի րոպե եւ հետո ասաց. Լավ, ես կանեմ դա, բայց մենք պետք է լինենք խելացի։ Մենք չենք կարող պարզապես հրապարակել կասետը եւ սպասել լավագույնին։ Մենք պետք է ունենանք պլան, ինչպես պաշտպանել մեզ, ինչպես համոզվել, որ պատմությունը հասնի ժողովրդին, նույնիսկ եթե նրանք փորձեն կանգնեցնել մեզ։ Նա բացատրեց իր պլանը։ Նախ նրանք պետք է պատրաստեին կասետի բազմաթիվ պատճեններ եւ թաքցնեին դրանք տարբեր տեղերում։ Երկրորդ, նրանք պետք է գրեին ամբողջ պատմությունը եւ տային այն մի քանի վստահելի մարդկանց, ով որ կարող էին հրապարակել այն, եթե Անիի հետ ինչ-որ բան պատահեր։ Երրորդ, նրանք պետք է կապվեին միջազգային լրատվամիջոցների հետ, որpիսի պատմությունը տարածվեր ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում, որտեղ տևական իշխանությունները չէին կարող վերահսկել այն։ Եվ վերջապես, նրանք պետք է սպասեին ճիշտ պահին, երբ հասարակական ուշադրությունը կլիներ բարձր եւ մարդիկ կլինեին պատրաստ լսել դժվար ճշմարտությունները։ Արմենը համաձայնվեց այդ պլանի հետ։ Նա զանգահարեց Վահագնին եւ բացատրեց ամեն ինչ։ Վահագնը նույնպես համաձայնվեց, թեև նա դեռ վախենում էր։ Ես կուղարկեմ կասետը քեզ, նա ասաց Արմենին, բայց խնդրում եմ, եղիր զգույշ, մի վստահիր ոչ ոքի, բացի Անիից։ Արմենը խոստացավ։ Մի շաբաթ անց կասետը ժամանեց Երևան, ծածկագրված փաթեթով, Առանց ուղարկողի անվան։ Արմենը վերցրեց այն եւ անմիջապես տարավ մի ընկերոջ, ով ուներ պրոֆեսիոնալ ձայնագրման սարքավորումներ։ Նրանք պատրաստեցին 5 պատճեն. մեկը Անիի համար, մեկը Արմենի համար, մեկը թաքցնելու համար բանկային անվտանգ արկղում, մեկը ուղարկելու համար արտերկրում ապրող վստահելի ընկերոջը եւ մեկը պահուստային։ Յուրաքանչյուր պատճեն փաթեթավորվեց առանձին եւ թաքցվեց տարբեր տեղերում։ Արմենը զգաց, որ նրանք վերջապես պատրաստ էին։ Բայց նախքան Անին կարողանար սկսել գրել իր հոդվածը, տեղի ունեցավ եւս մի իրադարձություն։ Մի երեկո, երբ Արմենը վերադառնում էր տուն իր փորձից, նա նկատեց, որ ինչ-որ մեկը հետևում է իրեն։ Մի սև մեքենա, որը կանգնած էր նրա տան դիմաց, սկսեց շարժվել, երբ նա մոտեցավ։ Արմենը զգաց, որ նրա սիրտը սկսեց ավելի արագ բաբախել։ Նա փորձեց չցույց տալ իր վախը եւ մտավ իր շենք, բայց երբ նա բարձրացավ իր հարկ եւ բացեց դուռը, նա տեսավ, որ նրա բնակարանը շրջված էր։ Դարակները բացված էին, գրքերը ցրված էին հատակին, Բարձերը պատրված էին։ Ինչ-որ մեկը փնտրել էր ինչ-որ բան։ Արմենը անմիջապես հասկացավ, նրանք փնտրում էին կասետը։ Բայց նրանք չգտկտան, քանի որ Արմենը չէր պահել այն տանը։ Նա պահել էր այն իր փորձի ստուդիայում, թաքնված մի հին ամպլիֆիկատորի ներսում, որտեղ ոչ ոք չէր փնտրի։ Արմենը չմնաց տանը։ Նա վերցրեց իր ամենակարևոր իրերը եւ գնաց Անիի մոտ։ Նա պատմեց նրան այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել։ Անին հասկացավ, որ իրավիճակը դառնում էր վտանգավոր։ Նրանք գիտեն, նա ասաց։ Նրանք գիտեն, որ մենք ունենք կասետը, եւ նրանք փորձում են գտնել այն, մինչեւ մենք հրապարակենք։ Նա որոշեց, որ նրանք չեն կարող ավելի սպասել։ Մենք պետք է հրապարակենք հիմա,
նա ասաց։ Եթե մենք սպասենք ավելի երկար, նրանք կկարողանան գտնել բոլոր պատճենները եւ ոչնչացնել դրանք։ Արմենը համաձայնվեց։ Նրանք անցկացրին ամբողջ գիշերը գրելով հոդվածը, նկարագրելով ամբողջ պատմությունը, ներառելով Վահագնի վկայությունը, ստուդիայի մատյանի լուսանկարը եւ ամենակարևորը՝ կասետի բովանդակության մանրամասն նկարագրությունը։ Հաջորդ առավոտ Անին տարավ հոդվածը իր խմբագրին։ Խմբագիրը կարդաց այն եւ նրա դեմքը սպիտակեց։ Անի, դու գիտես թե ինչ ես դու անում, նա ասաց։ Եթե մենք հրապարակենք սա, մեր թերթը կդառնա թիրախ։ Մեզ կարող են փակել, մեզ կարող են դատի տալ, մեզ կարող են սպառնալ։ Անին նայեց նրա աչքերին եւ ասաց. Ես գիտեմ, բայց մենք լրագրողներ ենք։ Մեր աշխատանքը ճշմարտությունն է պատմելը, անկախ հետևանքներից։ Եթե մենք չպատմենք այս պատմությունը, ապա ով կպատմի։ Խմբագիրը մտածեց երկար ժամանակ։ Հետո նա ասաց. Լավ, մենք կհրապարակենք սա, բայց մենք պետք է պատրաստ լինենք հետևանքներին։ Նրանք որոշեցին հրապարակել հոդվածը հաջորդ շաբաթ, երկուշաբթի, երբ թերթը ամենաշատ ընթերցողներ ուներ։ Բայց այդ շաբաթվա ընթացքում տեղի ունեցավ ինչ-որ բան, որը ոչ ոք չէր սպասում։ Վահագն Սարգսյանը, որը Լոս Անջելեսում սպասում էր մեր լուրերի Արմենից, հանկարծ դադարեց պատասխանել հեռախոսին։ Արմենը զանգահարեց նրան 10 անգամ, բայց ոչ մի պատասխան։ Նա զանգահարեց Վահագնի կնոջը, բայց նա ասաց, որ Վահագնը չի տանը, եւ նա չգիտե թե որտեղ է նա։ Արմենը սկսեց անհանգստանալ։ Նա վախենում էր, որ ինչ-որ բան պատահել է Վահագնի հետ։ Նա կապվեց Անիի հետ եւ պատմեց նրան։ Անին նույնպես անհանգստացավ։ Մենք պետք է գտնենք նրան, նա ասաց։ Եթե նրանք հասել են նրան Ամերիկայում, ապա դա նշանակում է, որ նրանք ունեն ավելի երկար ձեռքեր, քան մենք կարծում էինք։ Նրանք փորձեցին կապվել Վահագնի ընկերների եւ հարազատների հետ Լոս Անջելեսում, բայց ոչ ոք չգիտեր, թե որտեղ է նա։ 3 օր անց Արմենը ստացավ մի էլեկտրոնային նամակ անծանոթ հասցեից։ Նամակում գրված էր միայն մեկ նախադասություն. Վահագնը անվտանգ է, բայց նա չի կարող խոսել։ Եթե դուք ուզում եք տեսնել նրան կենդանի, դադարեցրեք ձեր պլանները։ Արմենը զգաց, որ նրա արյունը սառեց։ Նրանք առևանգել էին Վահագնին։ Նրանք օգտագործում էին նրան որպես լծակ, կանգնեցնելու Արմենին եւ Անիին։ Արմենը ցույց տվեց նամակը Անիին։ Անին կարդաց այն եւ նրա դեմքը խստացավ։ Սա փոխում է ամեն ինչ, նա ասաց։ Եթե մենք հրապարակենք հոդվածը, նրանք կարող են սպանել Վահագնին, բայց եթե մենք չհրապարակենք, կենք, ապա Արամի ձայնը երբեք չի լսվի, եւ Վահագնի զոհաբերությունը կլինի ընդունային։ Արմենը նստեց լռության մեջ, եւ նրա ձեռքերը դողում էին։ Նա հիշեց Արամի վերջին խոսքերը կասետում. Մի թողեք, որ նրանք լռեցնեն ինձ։ Նա հիշեց Վահագնի խոստումը, պահպանել այդ կասետը եւ համոզվել, որ ճշմարտությունը մի օր կլսվի։ Նա հիշեց բոլոր այն մարդկանց, ովքեր տառապել էին 90-ականներին, ովքեր մեռել էին սառույցից եւ սովից, մինչդեռ նրանք, ովքեր պետք է պաշտպանեին նրանց, գողանում էին եւ ստում էին։ Եվ նա հասկացավ, որ նա չէր կարող դադարեցնել։ Նա չէր կարող թողնել, որ Արամի զոհաբերությունը լինի ընդունային։ Նա նայեց Անիին եւ ասաց. Մենք պետք է հրապարակենք։ Մենք պետք է ռիսկի դնենք, քանի որ եթե մենք չանենք դա, ապա Վահագնի կյանքը այնուամենայնիվ վտանգի մեջ է, եւ Արամի ձայնը կմնա լռեցված հավերժ։ Անին գլուխ թափեց։ Նա հասկացավ, որ Արմենը ճիշտ է ասում։ Լավ, նա ասաց։ Մենք կհրապարակենք երկուշաբթի, ինչպես պլանավորել էինք, բայց մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի։ Արդյոք նրանք կարող էին իսկապես պաշտպանել Վահագնին, եթե հրապարակեին կասետը։ Արդյոք նրանք, ովքեր առևանգել էին նրան, իսկապես կարող էին վնասել նրան, թե դա պարզապես սպառնալիք էր, վախեցնելու նրանց։ Եվ ամենակարևորը, արդյոք Հայաստանի ժողովուրդը պատրաստ էր լսել այդ ճշմարտությունը, թե նրանք կմերժեին այն որպես հին պատմություն, որը ավելի լավ է մոռանալ։ Երկուշաբթի առավոտ թերթը տպագրվեց 5000 օրինակով։ Առաջին էջում մեծ տառերով գրված էր Արամ Ասատրյանի կորած ձայնը, ինչ թաքցրեց իշխանությունը 30 տարի։ Հոդվածը զբաղեցնում էր 4 էջ եւ պարունակում էր ամեն ինչ՝ Վահագնի վկայությունը, ստուդիայի մատյանի լուսանկարը, կասետի բովանդակության մանրամասն նկարագրությունը, անուններն, որոնք Արամը հիշատակել էր իր երգերում եւ Արամի վերջին ուղերձը։ Անին նաեւ ավելացրել էր իր սեփական հետազոտությունը։ Նա գտել էր փաստաթղթեր, որոնք հաստատում էին, որ 90-ականների սկզբին իսկապես եղել էր կոռուպցիա բարձր մակարդակներում, որ զենքը եւ վառելափայտը իսկապես վաճառվել էին սև շուկայում, որ շատ պաշտոնյաներ հարստացել էին, մինչդեռ ժողովուրդը տարապում էր։
Հոդվածը ավարտվում էր մի հարցով. Արդյոք մենք պատրաստ ենք լսել ճշմարտությունը, թե մենք կշարունակենք ապրել սուտի մեջ։ Թերթը թվաճարվեց 2 ժամում։ Մարդիկ կանգնում էին հերթերում գնելու օրինակ։ Շատերը կարդում էին հոդվածը ճանապարհին եւ լաց էին լինում։ Ոմանք զայրանում էին եւ պահանջում էին քննություն։ Մյուսները չէին հավատում եւ ասում էին, որ դա հորինվածք է։ Բայց բոլորը խոսում էին դրա մասին։ Հեռուստատեսությունները սկսեցին զանգահարել Անիին հարցազրույցների համար։ Ռադիոկայանները սկսեցին քննարկել պատմությունը։ Սոցիալական ցանցերում մարդիկ կիսվում էին հոդվածով եւ գրում իրենց կարծիքները։ Մի քանի ժամում Արամ Ասատրյանի անունը դարձավ ամենակննարկվող թեման Հայաստանում։ Բայց նաև սկսվեցին սպառնալիքները։ Անին ստացավ տասնյակ հեռախոսազանգեր անծանոթ համարներից։ Մարդիկ սպառնում էին նրան, ասում էին, որ նա պետք է լռի, որ նա վտանգի մեջ է դնում իրեն։ Թերթի խմբագրությունը ստացավ նամակներ իրավաբանական սպառնալիքներով։ Մի քանի հզոր մարդիկ պնդում էին, որ հոդվածը զրպարտում է նրանց, եւ նրանք կդատի տան թերթը։ Արմենի փորձի ստուդիան կոտրվեց այդ գիշերը, եւ նրա սարքավորումները ոչնչացվեցին։ Բայց ամենավատը եղավ այն, որ Վահագնից դեռ ոչ մի լուր չկար։ Արմենը սպասում էր, հուսով որ հրապարակումից հետո նրանք կթողնեին Վահագնին, բայց ոչինչ չեղավ։ 3 օր անց Արմենը ստացավ եւս մի նամակ։ Այս անգամ նամակում կար մի լուսանկար։ Վահագնը նստած մի աթոռի վրա կապված, նրա աչքերը փակված էին գոգնոցով։ Լուսանկարի տակ գրված էր. «Դուք սխալ ընտրություն արեցիք»։ Արմենը զգաց, որ նրա աշխարհը փլատակվում է։ Նա պատմեց Անիին, եւ դրանք երկուսն էլ հասկացան, որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Անին որոշեց կապվել ոստիկանության հետ, բայց Արմենը կասկածում էր, որ ոստիկանությունը կարող է օգնել։ Եթե նրանք կարող էին առևանգել Վահագնին Ամերիկայում, ապա նրանք ունեն կապեր ամենաբարձր մակարդակներում, նա ասաց։ Ոստիկանությունը կարող է լինել նրանց մի մասը։ Անին հասկացավ, որ Արմենը կարող է ճիշտ լինել։ Նրանք որոշեցին կապվել միջազգային կազմակերպությունների հետ, մարդու իրավունքների պաշտպանության խմբերի, լրագրողների անվտանգության կազմակերպությունների։ Նրանք հուսով էին, որ միջազգային ուշադրությունը կկարողանա պաշտպանել Վահագնին։ Բայց մինչ նրանք սպասում էին պատասխանի, տեղի ունեցավ ինչ-որ բան անսպասելի։ 1999 թվականի նոյեմբերի 15-ին, ճիշտ 2 շաբաթ հոդվածի հրապարակումից հետո, Վահագն Սարգսյանը հայտնվեց Լոս Անջելեսի ոստիկանության բաժնում։ Նա ազատ էր։ Նա պատմեց ոստիկաններին, որ նրան առևանգել էին 3 անծանոթ մարդիկ, պահել մի անհայտ տանը մի շաբաթ եւ հետո հանկարծ թողել փողոցում, առանց բացատրության։ Նա չէր կարող նկարագրել առևանգողներին, քանի որ նրանք միշտ կրում էին դիմակներ։ Նա չէր կարող ասել, թե որտեղ էր պահվել, քանի որ նրա աչքերը միշտ փակված էին եղել, բայց նա ազատ էր եւ նա անվտանգ էր։ Արմենը լսեց այդ լուրը եւ զգաց, որ հսկայական բեռ իջավ նրա ուսերից։ Նա զանգահարեց Վահագնին եւ նրանք խոսեցին երկար ժամանակ։ Վահագնը պատմեց, որ նրա առևանգողները երբեք չվնասեցին նրան ֆիզիկապես, բայց նրանք սպառնացին նրան եւ նրա ընտանիքին, եթե նա շարունակեր խոսել կասետի մասին։ Բայց ինչու էին նրանք հանկարծ թողել նրան։ Վահագնը չգիտեր։ Արմենը եւ Անին փորձեցին հասկանալ, բայց նրանք չէին կարող գտնել պատասխան։ Մինչև մի շաբաթ անց, երբ նրանք իմացան, որ 2 բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ ձերբակալվել էին կոռուպցիայի մեղադրանքներով, այդ պաշտոնյաները եղել էին հենց այն մարդիկ, որոնց անունները Արամը հիշատակել էր իր երգերում։ Պարզվեց, որ նոր իշխանությունները սկսել էին քննություն հին կոռուպցիայի գործերի վերաբերյալ, եւ Անիի հոդվածը տվել էր նրանց լրացուցիչ ապացույցներ։ Առևանգողները, ովքեր հավանաբար աշխատում էին այդ պաշտոնյաների համար, հասկացել էին, որ նրանց գործատերերը կորցնում էին իշխանությունը եւ որոշել էին թողնել Վահագնին, խուսափելու համար լրացուցիչ մեղադրանքներից։ Արմենը եւ Անին հասկացան, որ նրանք հաղթել էին։ Ճշմարտությունը վերջապես լսվել էր։ Արամ Ասատրյանի ձայնը, որը լռեցվել էր 30 տարի, վերջապես հասել էր ժողովրդին։ Եվ այդ ձայնը փոխել էր ամեն ինչ։ Բայց արդյոք դա բավական էր։ Արդյոք 2 ձերբակալություն կարող էին փոխհատուցել 30 տարվա լռությունը, 30 տարվա սուտը, 30 տարվա անարդարությունը։ Եվ ամենակարևորը, արդյոք Հայաստանը իսկապես սովորել էր դասը, թե պատմությունը կրկնվելու էր։ Երբ Արամ Ասատրյանի կասետի պատմությունը տարածվեց ամբողջ Հայաստանում, երբ 2 նախկին պաշտոնյաներ արդեն նստում էին ձերբակալարանում եւ սպասում դատավարությանը, մի հին տղամարդ, որը տասնյակ տարիներ աշխատել էր Հանրապետական ռադիոյի արխիվում, որոշեց վերջապես բացել իր սեփական գաղտնիքը։ Նրա անունը Գևորգ Խաչատրյան էր, եւ նա ապրում էր Երևանի Ծայրամասում,
մի փոքրիկ բնակարանում, որը լի էր հին ժապավենների, փոշոտ սկավառակների և մոռացված ձայնագրությունների։ Գևորգը զանգահարեց Անիին և ասաց, որ ունի ինչ-որ բան, որը նա պետք է տեսնի։ Երբ Անին և Արմենը եկան նրա տուն, Գևորգը բացեց մի հին դարակ և հանեց մի փաթեթ, փաթաթված դեղին թղթով, որի վրա գրված էր «Ռադիո 1993 մարտ»։ Նրա ձեռքերը դողում էին, երբ նա բացում էր փաթեթը և ցույց տվեց ներսում եղածը։ 3 ժապավեն, որոնց վրա գրված էր Արամ Ասատրյանի անունը և ճիշտ այն ամսաթվերը, երբ Վահագնը ձայնագրել էր այդ երգերը ստուդիայում։ Գևորգը նստեց և սկսեց պատմել իր պատմությունը։ Նա ասաց, որ 1993 թվականի մարտին, երբ Արամի կասետները գողացվեցին Վահագնի ստուդիայից, ինչ-որ մեկը բերեց դրանք ռադիոյի արխիվ և պահանջեց, որ դրանք ոչնչացվեն անմիջապես։ Գևորգը, որը այդ ժամանակ պատասխանատու էր արխիվի համար, ստացավ հրաման այրել այդ ժապավենները, բայց նա չկարողացավ անել դա։ Ես լսեցի Արամի ձայնը այդ ժապավենների վրա, նա ասաց, և նրա աչքերը խոնավացան։ Ես լսեցի, թե ինչպես է նա երգում այնպիսի ցավով, այնպիսի ճշմարտությամբ։ Ես հասկացա, որ եթե ես այրեմ դրանք, ապա ես կլինեմ մասնակից մի հանցագործության, ճշմարտության ոչնչացման։ Այդ գիշերը Գևորգը պատրաստեց պատճեններ այդ ժապավենների և թաքցրեց դրանք իր տանը։ Հաջորդ օրը նա այրեց դատարկներ և ասարկ ժապավեններ և ասաց իր վերադասներին, որ հրամանը կատարված է։ 30 տարի նա պահեց այդ ժապավենները, երբեք չասելով ոչ ոքի, վախենալով, որ եթե նա խոսի, ապա նրա ընտանիքը կտուժի։ Անին և Արմենը նայեցին միմյանց, չհավատալով իրենց աչքերին։ Դա նշանակում էր, որ այժմ գոյություն ունեին 2 պատճեն Արամի վերջին ձայնագրության՝ Վահագնի պահուստային կասետը և Գևորգի ռադիոյի ժապավենները։ Անին հարցրեց. «Ինչու հենց հիմա որոշեցիք պատմել մեզ»։ Գևորգը ժպտաց տխուր ժպիտով և ասաց. «Քանի որ ես տեսա, որ դուք չվախեցաք։ Ես տեսա, որ դուք պատրաստ էիք զոհաբերել ամեն ինչ ճշմարտությունը պատմելու համար։ Եվ ես հասկացա, որ եթե ես չխոսեմ հիմա, ապա ես երբեք չեմ ների տա ինձ»։ Նա տվեց ժապավենները Անիին և ասաց. «Վերցրեք դրանք։ Թող ամբողջ աշխարհը լսի Արամի ձայնը։ Թող բոլորը իմանան, թե ինչ էր նա փորձում ասել մեզ»։ Անին վերցրեց ժապավենները և տարավ դրանք մի պրոֆեսիոնալ ձայնագրման ստուդիա, որտեղ դրանք թվայնացվեցին և վերականգնվեցին։ Որակը ավելի լավ էր, քան Վահագնի կասետի վրա, քանի որ ռադիոյի սարքավորումները եղել էին ավելի պրոֆեսիոնալ։ Երբ Անին լսեց այդ ձայնագրությունները, նա զգաց, որ ժամանակը կանգ է առել։ Արամի ձայնը հնչում էր այնպես կենդանի, այնպես ուժեղ, կարծես նա նստած էր նույն սենյակում։ Յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր նոտա, յուրաքանչյուր շնչառություն էր լի էմոցիայով։ Անին որոշեց ոչ միայն հրապարակել ձայնագրությունների տրանսկրիպտը, այլև դնել դրանք օնլայն, որպեսզի ամբողջ աշխարհը կարողանա լսել Արամ Ասատրյանի վերջին ուղերձը։ 1999 թվականի դեկտեմբերի 1-ին օրը Անիի թերթը հրապարակեց երկրորդ հոդվածը՝ Արամ Ասատրյանի ձայնը վերադարձավ։ Այս անգամ հոդվածի հետ միասին կար հղում դեպի կայք, որտեղ ցանկացած ոք կարող էր լսել այդ 3 երգերը և Արամի վերջին ուղերձը։ Մի քանի ժամում կայքը ունեցավ 100,000 այցելություն, մի օրում միլիոն։ Մարդիկ լսում էին Արամի ձայնը և լաց էին լինում, կիսվում էին սոցիալական ցանցերում, գրում էին իրենց մեկնաբանությունները։ Շատերը գրում էին. «Ես հիշում եմ այդ օրերը, ես հիշում եմ, թե ինչպես էինք մենք տառապում, մինչդեռ նրանք գողանում էին մեզանից»։ Մյուսները գրում էին. «Շնորհակալություն Արամին, որ նա չվախեցավ ասել ճշմարտությունը»։ Ոմանք գրում էին. «Սա պետք է դաս լինի մեզ բոլորի համար, երբեք չլռել անարդարության դեմ»։ Բայց ոչ բոլոր էին երջանիկ այդ հրապարակումից։ Մի քանի հզոր մարդիկ, որոնց անունները հիշատակվել էին Արամի երգերում, փորձեցին դատի տալ թերթը և Անիին զրպարտության համար։ Բայց նրանց փաստաբանները արագ հասկացան, որ նրանք չեն կարող խախտել, քանի որ ապացույցները շատ ուժեղ էին։ Վահագնի վկայությունը, Գևորգի ժապավենները, ստուդիայի մատյանի էջը և ամենակարևորը՝ ինքը ձայնագրությունները, որոնք այժմ լսել էին միլիոնավոր մարդիկ։ Մի քանի շաբաթ անց այդ մարդիկ հանգստորեն հեռացան հրապարակից, ոմանք տեղափոխվեցին արտերկիր, մյուսները պարզապես դադարեցին հայտնվել լրատվամիջոցներում։ Նրանց ազդեցությունը, որը մի ժամանակ թվում էր անսասան, հանկարծ փլատակվեց։ Արմենը և Վահագնը վերջապես կարողացան հանդիպել անձամբ 2000 թվականի գարնանը, երբ Վահագնը վերադարձավ Հայաստան առաջին անգամ 20 տարում։ Նրանք գրկեցին միմյանց Զվարթնոց օդանավակայանում
եւ լացեցին երկար ժամանակ։ Հետո նրանք գնացին Արամ Ասատրյանի գերեզման, Կոմիտասի Պանթեոնում։ Այնտեղ նրանք դրեցին ծաղիկներ եւ նստեցին լռության մեջ, հիշելով իրենց ընկերոջը, որը զոհաբերեց ամեն ինչ, ճշմարտությունը պատմելու համար։ Վահագնը վերցրեց իր հին կասետաձայնագրիչը, որը նա բերել էր Ամերիկայից, եւ միացրեց Արամի վերջին ուղերձը։ Արամի ձայնը հնչեց գերեզմանատան լռության մեջ։ Մի թողեք, որ նրանք ասեն ձեզ, որ ես դավաճան էի։ Մի թողեք, որ նրանք ասեն ձեզ, որ ես խենթ էի։ Ես պարզապես մի մարդ էի, որը սիրում էր իր ժողովուրդը եւ չէր կարող լռել, երբ տեսնում էր անարդարությունը։ Վահագնը փակեց սարքը եւ ասաց. Արամ, մենք չթողեցինք։ Մենք պատմեցինք քո պատմությունը։ Եվ այժմ ամբողջ աշխարհը գիտե ճշմարտությունը։ Անին շարունակեց գրել Արամի մասին։ Նա հրապարակեց մի ամբողջ շարք հոդվածներ, որոնք ուսումնասիրում էին նրա կյանքը, նրա երաժշտությունը, նրա պայքարը։ Նա հարցազրույցներ վերցրեց Արամի ընկերներից, Գործընկերներից, երաժիշտներից։ Նա գտավ հին լուսանկարներ, հին տեսանյութեր, հին նամակներ։ Նա ստեղծեց մի ամբողջ արխիվ, որը պահպանում էր Արամի հիշատակը ապագա սերունդների համար։ 1201 թվականին նրա աշխատանքը ճանաչվեց միջազգային մակարդակով։ Նա ստացավ մի մրցանակ լրագրողական քաջության համար։ Բայց երբ նրան հարցրին, թե ինչ են ազգում, Անին ասաց. Ես չեմ արել դա մրցանակների համար։ Ես արեցի դա, քանի որ Արամ Ասատրյանը արժանի էր, որ նրա ձայնը լսվեր, եւ քանի որ մեր ժողովուրդը արժանի էր իմանալ ճշմարտությունը։ Գևորգ Խաչատրյանը, հին արխիվարը, որը պահպանել էր ռադիոյի ժապավենները 30 տարի, մեկնեց այս աշխարհից 1202 թվականին։ Նրա թաղմանը եկան հարյուրավոր մարդիկ։ Շատերը չէին անգամ ճանաչում նրան, բայց նրանք եկան շնորհակալություն հայտնելու նրան այն բանի համար, որ նա արեց։ Նրա գերեզմանի վրա դրվեց մի տախտակ, որի վրա գրված էր Գևորգ Խաչատրյան, պահապանը ճշմարտության։ Անին գրեց մի հուզիչ հոդված նրա մասին, որտեղ նա ասաց. Կան հերոսներ, ովքեր կռվում են ճակատում, եւ կան հերոսներ, ովքեր պահպանում են ճշմարտությունը մութ ժամանակներում, սպասելով այն օրվան, երբ լույսը կվերադառնա։ Գևորգ Խաչատրյանը եղավ երկրորդ տեսակի հերոսը։ Վահագն Սարգսյանը մնաց Ամերիկայում, բայց նա սկսեց հաճախ այցելել Հայաստան։ Նա տվեց դասախոսություններ երաժշտական դպրոցներում, պատմեց երիտասարդ ձայնագրման ռեժիսորներին իր փորձառությունը, խոսեց այն մասին, թե որքան կարևոր է պահպանել արվեստագիտական ազատությունը եւ չվախենալ իշխանությունից։ 1205 թվականին նա ստեղծեց մի հիմնադրամ Արամ Ասատրյանի անվամբ, որը աջակցում էր երիտասարդ երաժիշտներին, ովքեր ուզում էին ստեղծել սոցիալապես նշանակալի երաժշտություն։ Հիմնադրամի նպատակն էր համոզվել, որ Արամի ժառանգությունը կշարունակվի եւ որ նոր սերունդը կսովորի նրա քաջությունից եւ նվիրվածությունից։ Արմենը, կիթառահարը, որը եղել էր Արամի ամենամոտ ընկերը, երբեք չվերադարձավ բեմ։ Նա ասաց, որ նա չի կարող երգել առանց Արամի։ Փոխարենը նա դարձավ ուսուցիչ եւ սկսեց սովորեցնել երիտասարդ երաժիշտներին։ Նրա դասարաններում նա միշտ պատմում էր Արամի մասին, ցույց տալիս նրա լուսանկարները, նվագում նրա երգերը։ Նա ուզում էր, որ յուրաքանչյուր երիտասարդ երաժիշտ իմանա, որ երաժշտությունը ոչ միայն ժամանց է, այլև պատասխանատվություն, խոսել ճշմարտությունը, պաշտպանել անզորներին, լինել ժողովրդի ձայնը։ 1210 թվականին նրա աշակերտներից մեկը, երիտասարդ երգչուհի Լուսինե անունով, հաղթեց մի միջազգային երաժշտական մրցույթում, երգելով Արամ Ասատրյանի աթոռների վրա երգը։ Երբ նրան հարցրին, թե ինչու ընտրեց այդ երգը, Լուսինեն ասաց. Քանի որ Արամ Ասատրյանը սովորեցրեց ինձ, որ իսկական արվեստագետը երբեք չի լռում անարդարության դեմ։ Բայց ամենակարևոր փոփոխությունը տեղի ունեցավ ոչ թե անհատների կյանքում, այլ հասարակության գիտակցության մեջ։ Արամ Ասատրյանի պատմությունը դարձավ խորհրդանիշ դիմադրության, խորհրդանիշ ճշմարտության, խորհրդանիշ քաջության։ Երբ մարդիկ տեսնում էին անարդարություն, նրանք հիշում էին Արամին եւ հարցվում էին իրենց. Ինչ կաներ Արամը այս իրավիճակում։ Երբ լրագրողները վախենում էին հրապարակել դժվար ճշմարտություններ, նրանք հիշում էին Անիի քաջությունը։ Երբ սովորական մարդիկ պահում էին գաղտնիքներ, որոնք կարող էին օգնել արդարությանը, նրանք հիշում էին Գևորգ Խաչատրյանին եւ հարցնում էին իրենց. Արդյոք ես ունեմ քաջություն անել ճիշտ բանը։ 1215 թվականին Հայաստանի կառավարությունը պաշտոնապես ներողություն խնդրեց Արամ Ասատրյանի ընտանիքից այն բանի համար, որ նա ենթարկվել էր գրաքննության եւ հալածանքների։ Մշակույթի նախարարը հայտարարեց, որ Արամ Ասատրյանը ճանաչվում է որպես ազգային հերոս եւ որ նրա անունը կմնա հավերժ Հայաստանի պատմության մեջ։ Երևանում օպերայի թատրոնի դիմաց տեղադրվեց Արամի արձանը,
Նա պատկերված էր միկրոֆոնի առջև, նրա աչքերը փակ էին եւ նա երգում էր։ Արձանի տակ գրված էր նրա վերջին ուղերձից մի մեջբերում. Ես պարզապես մի մարդ էի, որը սիրում էր իր ժողովուրդը եւ չէր կարող լռել։ Ամեն տարի նոյեմբերի 30-րդին, Արամի մահվան օրը, հարյուրավոր մարդիկ հավաքվում են այդ արձանի մոտ։ Նրանք բերում են ծաղիկներ, վառում են մեն մոմեր, երգում են Արամի երգերը։ Ոմանք բերում են իրենց երեխաներին եւ պատմում նրանց Արամի պատմությունը, որպեսզի նոր սերունդը երբեք չմոռանա այն դասերը, որոնք Արամը սովորեցրեց իր կյանքով եւ իր մահով։ Եվ ամեն տարի, երբ ժամը հասնում է 8-ի, այն ժամին, երբ Արամը մեկնեց այս աշխարհից, ամբողջ հրապարակը լռում է։ Մի րոպե լռություն, հարգանքի նշան այն մարդու նկատմամբ, որը համարձակվեց խոսել, երբ մյուսները լռում էին։ Անին, որը այժմ դարձել է Հայաստանի ամենահարգված լրագրողներից մեկը, դեռ շարունակում է գրել այն մասին, թե ինչպես է իշխանությունը փորձում վերահսկել ճշմարտությունը։ Նա ասում է, որ Արամի պատմությունը սովորեցրեց նրան ամենակարևոր դասը. ճշմարտությունը կարող է թաքցվել, բայց այն երբեք չի կարող ոչնչացվել։ Քանի դեռ կան մարդիկ, ովքեր պատրաստ են պայքարել դրա համար, ճշմարտությունը միշտ կգտնի իր ճանապարհը դեպի լույս։ Նրա գրասենյակում պատին կախված է Արամ Ասատրյանի լուսանկարը, այն լուսանկարը, որը Արմենը տվեց նրան այն օրը, Երբ նրանք առաջին անգամ հանդիպեցին։ ամեն առավոտ, երբ Անին գալիս է աշխատանքի, նա նայում է այդ լուսանկարին եւ հիշում է, թե ինչու է նա դարձել լրագրող։ Վահագնը, որը այժմ 86 տարեկան է, դեռ պահպանում է բնօրինակ կասետը, այն կասետը, որը նա տարավ Ամերիկա 30 տարի առաջ։ Նա ասում է, որ երբ նա մեռնի, այդ կասետը կտրվի Հայաստանի ազգային արխիվին, որպեսզի այն պահպանվի հավերժ։ Բայց մինչ այդ նա երբեմն վերցնում է այն, դնում իր հին կասետաձայնագրիչի մեջ եւ լսում Արամի ձայնը։ Եվ ամեն անգամ, երբ նա լսում է այդ ձայնը, նա լաց է լինում, ոչ թե տխրությունից, այլ երախտագիտությունից։ Երախտագիտություն այն բանի համար, որ նա ճանաչեց Արամին։ Երախտագիտություն այն բանի համար, որ նա կարողացավ պահպանել նրա ձայնը։ Երախտագիտություն այն բանի համար, որ ճշմարտությունը վերջապես լսվեց։ Արմենը, որը այժմ 74 տարեկան է, դեռ սովորեցնում է երիտասարդ երաժիշտներին։ Նրա ձեռքերը այլևս այնքան ճկուն չեն, նրա ձայնը այլևս այնքան ուժեղ չէ, Բայց նրա սիրտը դեռ լի է կրքով։ Նա ասում է իր աշակերտներին. երաժշտությունը ոչ միայն հնչյուններ են, երաժշտությունը պատասխանատվություն է։ Երբ դուք բարձրանում եք բեմ, դուք ունեք հարթակ խոսելու համար։ Մի վատնեք այդ հարթակը։ Օգտագործեք այն, ասելու ինչ-որ բան կարևոր, ինչ-որ բան իմաստալից, ինչ-որ բան, որը կփոխի աշխարհը։ Եվ երբ նրա աշակերտները հարցնում են. բայց ինչ, եթե մեզ հալածեն, ինչպես Արամին, Արմենը ժպտում է եւ ասում. ապա դուք կլինեք լավ ընկերության մեջ։ Այսօր, երբ դուք քայլում եք Երևանի փողոցներով, դուք կարող եք լսել Արամ Ասատրյանի երգերը, նվագարկում են սրճարաններում, տաքսիներում, խանութներում։ Նրա ձայնը դարձել է Հայաստանի հնչյունային լանդշաֆտի մի մասը։ Բայց այժմ, երբ մարդիկ լսում են այդ երգերը, նրանք լսում են ոչ միայն գեղեցիկ մեղեդին։ Նրանք լսում են մի մարդու ձայնը, որը համարձակվեց խոսել ճշմարտությունը, երբ դա վտանգավոր էր։ Նրանք լսում են մի մարդու ձայնը, որը ընտրեց իր ժողովուրդը իր անվտանգության փոխարեն։ Նրանք լսում են մի մարդու ձայնը, որը հավատաց, Որ արվեստը կարող է փոխել աշխարհը։ եւ գուցե ամենակարևորը, նրանք լսում են մի հիշեցում, որ ճշմարտությունը միշտ գտնում է իր ճանապարհը։ Կարող են անցնել տարիներ, կարող են անցնել տասնամյակներ, բայց ճշմարտությունը չի կարող թաքնված մնալ հավերժ։ Միշտ կլինեն մարդիկ ինչպես Վահագնը, ովքեր կպահպանեն այն։ Միշտ կլինեն մարդիկ ինչպես Գևորգը, ովքեր կպաշտպանեն այն։ Միշտ կլինեն մարդիկ ինչպես Անին, ովքեր կպատմեն այն։ Եվ միշտ կլինեն մարդիկ ինչպես Արամը, ովքեր կզոհաբերեն ամեն ինչ, համոզվելու համար, որ ճշմարտությունը լսվի։ Արամ Ասատրյանի կասետը, որը մի ժամանակ գողացվեց, թաքցվեց եւ համարվեց կորած, այժմ լսել են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում։ Այն թարգմանվել է տասնյակ լեզուների, ուսումնասիրվել է համալսարաններում, քննարկվել է կոնֆերանսներում։ Այն դարձել է խորհրդանիշ ոչ միայն Հայաստանի համար, այլև ամբողջ աշխարհի համար։ Խորհրդանիշ այն բանի, որ նույնիսկ ամենահզոր իշխանությունները չեն կարող լռեցնել ճշմարտությունը, եթե կան մարդիկ, Ովքեր պատրաստ են պայքարել դրա համար։ Բայց պատմությունը դեռ չի ավարտվել։ քանի որ ամեն սերունդ ունի իր սեփական Արամ Ասատրյանները, արվեստագետներ, լրագրողներ, սովորական մարդիկ, ովքեր տեսնում են անարդարությունը եւ որոշում են խոսել։ Եվ ամեն սերունդ ունի իր սեփական ընտրությունը։
Լռել, թե խոսել, վախենալ, թե համարձակվել, մոռանալ, թե հիշել։ Արամ Ասատրյանի ժառանգությունը ոչ թե նրա երգերն են, թեև դրանք գեղեցիկ են։ Նրա ժառանգությունը ոչ թե նրա ձայնն է, թեև այն անմահ է։ Նրա ժառանգությունը 3 դասն է, որը նա սովորեցրեց մեզ բոլորիս, որ մեկ մարդը, որը համարձակվում է ասել ճշմարտությունը, կարող է փոխել պատմությունը, որ մեկ ձայնը, որը հնչում է մթության մեջ, կարող է վառել հազարավոր այլ ձայներ, որ մեկ արարքը քաջության կարող է ոգեշնչել ամբողջ սերունդ։ Ընկերներ, ինչ կարծիքի եք դուք Արամ Ասատրյանի մասին։ Արդյոք նա զոհ էր համակարգի, որը փորձեց լռեցնել նրան, թե նա ինքը ընտրեց իր ճակատագիրը, համարձակվելով խոսել ճշմարտությունը։ Արդյոք մենք, որպես հասարակություն, սովորեցինք դասը, որը նա փորձեց սովորեցնել մեզ, թե մենք դեռ թույլ ենք տալիս, որ իշխանությունը վերահսկի ճշմարտությունը։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե արդյոք Արամ Ասատրյանի հիշատակը դեռ ապրում է ձեր սրտերում եւ ձեր քաղաքներում։ Եթե այս պատմությունը դիպավ ձեր սրտին, դրեք լայք եւ բաժանորդագրվեք մեր ալիքին, որpիսի մենք կարողանանք պատմել ավելի շատ այնպիսի պատմություններ, որոնք պետք է լսվեն, բայց որոնք փորձում են թաքցնել։ Շնորհակալություն, որ եղաք մեզ հետ։ Հիշեք, ճշմարտությունը միշտ գտնում է իր ճանապարհը, եթե մենք պատրաստ ենք պայքարել դրա համար։